Մի փոքր այն կողմ Փաշինյանն է, բան չունեք ասելու։ Ինչ պետք է ասենք, որ լավ բան չի սպասում։ Եթե ինքը վերընտրվեց, ուրեմն մենք մտնում ենք Թուրքի վիլայեթի մեջ։ Առանց որևէ կասկածանքի, պատերազմի հրձի կա։ Իրան միայն պատերազմը կփրկի։ Էրզողան, Իլհամ Ալիև, իր հոր եղբայրներն ընտրանք, որոնց ինքը սպասում է և նրանք էլ շատ ուզում է, որ ինքը մնա նախագահ։ Լավ բան չի սպասում Նիկոլից։ Էլ եմ ասում, եթե այս անգամ ինքը վերընտրվեց, մենք Թուրքիայի վիլայեթի մեջ ենք գտնվելու։ 100 անգամ կրկնեմ, նույնն եմ ասելու, որ նրա վերընտրվելը ազգի, ինչ ասեմ, դժբախտությունն է։ Իսկ մեր ազգին պետք է լավ ղեկավար, լավ մտածող ղեկավար լինի, ժողովրդի հոգսերը հոգա, մտածի ժողովրդի վաղվա օրվա համար։ Իսկ նա մտածում է, որ ես թոշակառու մարդ եմ, 40,000 ռուբլով, ես ինչ պետք է ապրեմ, ոնց պետք է ապրեմ։ Ոսկի կենսաղային հարկերը չեմ կարամ ուզել։ 1000 թեկնածուն ենք։ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Ղուկասյան, Սամվել Կարապետյան, հա։ Այսպես կպահի երկրը։ Դե Ռոբերտին ճանաչում եմ, բարձա ինքը իր վաղտին լավ է եղել։ Իսկ թե Սամվել Կարապետյանը ոնց կլինի, էդ էլ հարց է։ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ նախագահ է եղել մեզ համար, իր ժամանակին ժողովուրդը շատ լավ ապրել է, թանկություն չի եղել, ընդհակառակը։ Ինչքան հնարավոր է նա ամեն ինչ էժանացրել է։ Իր 10 տարիների ընթացքում։ Անվտանգությունը երկրի անվտանգությունը։ Անվտանգությունն էլ ոնց ասեմ, եթե Ռոբերտ Քոչարյանը լինի, Թուրքիա ինչ շունը, որ մեր գահաչա, կամ Ադրբեջանը, ոչ մեկը չի կարա մեզ հետ խոսել, ոչ մեկը։ Ճիշտ է, մենք փոքր ազգ ենք, բայց հզոր ազգ ենք մենք, որտև մենք կռիվանում ենք խելքով։ Նիկոլը լավ չի, մեզ համար լավ չի, չգիտեմ։ Ու ցանկալի է, որ նա ինչքան շուտ, այնքան շուտ հեռանա ղեկավարի պաշտոնից։ Ինքն էլ ազգ եմ, որ ինքը չի կարող ոչինչ անել, զգում է, բայց ասում է, էլի ձեռքը փրփուրի իրաքս։ Ինչքան մնա իր համար դե լավ է, բայց այդպես չի։ Ինքը ինչքան շուտ հեռանա, մեր ազգի փրկությունն է։ Ձեր ընտանիքում քանի հոգի եք։ 5 հոգի։ 5-ից քանիսն են այդպես մտածում։ 5-ից քանիսն են այդպես մտածում։ Բոլորն էլ 44 տարեկան նա էլ այդպես մտածում։ Որ անգամ Նիկոլան տասին կզնա, պապի չիլնի տրանում չտաս։ Նա մեզ համար չարիք է։ Ինչքան շուտ հեռանա, այնքան ազգի գլուխը կազատվի փոխսանքից։